Ողջույն սիրելի հետևորդներ, այսօր ես հանդիպում ունեմ եւ արթնացել եմ շատ շուտ ու գնում եմ հանդիպան։ Առավոտյան շուտ է, տեսեք ինչքան մռայլ է այսօր մեզ մոտ, արև չկա, բայց գեղեցիկ է ամենուր։ Քաղաքը տոնական է եւ մարդիկ շտապում են գնումների։ Այսօր խանութները բացվում են սովորականի նման, առավոտյան 9-ից մինչև 10-ը շատ խանութներ սկսում են բացել։ Ես շատ եմ սիրում առավոտյան այս արթնացումը եւ հիմա քաղաքի կենտրոնով եմ անցնում եւ տեսնում եք, թե որքան գեղեցիկ է տոնական լիլը։ Եվ տոնական այս զարդարանքը մարդու տրամադրություն է բարձրացնում եւ մոռանում ես, որ մռայլ է եղանակը, մի փոքր անձրևոտ է, ինչու՞ չէ նաեւ մի փոքր ցուրտ է։ Առավոտյան շուտ այսպես է լինում եղանակը։ Կենտրոնական փողոցն է սա Լիլ քաղաքի, որը կոչվում է Ռուբեթուն, որտեղ էլ որ տարբեր անկյուններում տարբեր ձևով են զարդարանքները լինում։ Դե ինչ, առաջ շարժվենք եւ տեսնենք, թե ինչպիսին է։ Բարի լույս սիրելի հետևորդներ, հուսով եմ բոլորդ լավ եք։ Ես նույնպես լավ եմ, գնացել էի բժշկի գինեկոլոգի մոտ, այստեղ ստուգվում են, էլի ամեն անգամ ասել եմ ամեն տարի ստուգում են այդ քաղցկեղածին բջիջները ստուգելու համար։ Մի խոսքով գնացել էի մի այցը 58 եվրոյի, ասեմ իմացեք, հələ պատասխանը ինքը հետո կասի կարիք կլինի նորից կգնամ թե չէ։ Ամեն դեպքում գնում եմ հիմա տուն, մի քիչ մանր այսպես անձրև է գալիս, տոնական քաղաքի միջով, արդեն դուք տեսաք ինչքան սիրուն էին դասավորել, գնում եմ Սև ուրբաթի հենց օրն է այսօր, իրոք ուրբաթ է այսօր, խանութներ մտնելով կգնամ, այսպես նայելով, հարմար բաներ լինի նկարեմ ձեզ է ցույց տամ։ Դե օրը սկսեցինք այսպես առավոտ շուտ էի գնացել, այսքանը։ Այս փողոցը առանձնանում է նրանով, որ սա զուտ հետիոտնային փողոց է եւ փողոցի երկու կողմերում տեղավորված են խանութներ։ Այստեղ է գտնվում նաեւ այս հրաշալի գլխարկների խանութը, որը ներկայացնում է բազմաթիվ մոդելներ տարբեր կտորներից։ Հիմնականում այստեղ բնական կտորներից են եւ բնական մորթուց են գլխարկները։ Եթե դուք չգիտեիք այս խանութի մասին, Լիլի տարածաշրջանի մարդկանց է խոսքս վերաբերում, կարող եք այցելել։ Ճիշտ է, գները մի փոքր բարձր են մյուս խանութների նկատմամբ, բայց դուք կգտնեք այնպիսի գլխարկ, որը ոչ ոք չի կրի։ Կարելի ասել էքսկլյուզիվ տեսականի է այստեղ ներկայացված։ Այստեղ կարող եք գտնել տարբեր ճաշակի, տարբեր ձևի եւ տարբեր տարիքի գլխարկներ, ինչու՞ չէ նաեւ ձեռնոցներ եւ ընդհանրապես շարֆեր, այսինքն արտաքին գեղեցկության համար համապատասխան բոլոր աքսեսուարները։ Անմիջապես դիմացը գտնվում է Գալզեդոնիա իտալական խանութը, որտեղ ներկայացվում են մշտապես գուլպաների տարբեր տեսականի։ Գները այնքան էլ թանկ չեն, բայց իրենք հիմնականում մասնակցում են զեղչերի շրջանին։ Ճիշտ է, այսօր Սև ուրբաթի օրն է եւ զեղչեր կարող են լինել, չնայած իրենք մասնակցում են սեզոնային երկու զեղչերին եւս եւ ընդհանուր տարվա ընթացքում կատարում են նաեւ խանութին համապատասխան զեղչեր։ Գնում ես 3 հատ, 4-րդը նվեր են տալիս կամ 2 հատ, 3-րդը նվեր են տալիս։ Կարճ ասած, սիրում եմ այցելել այս խանութը։ Գրեք մեկնաբանություններում տեսնեմ դուք էլ եք օգտվում Գալզեդոնիայից թե ոչ։ Որից հետո արդեն թեքվում եմ դեպի ձախ եւ այս փողոցում նույնպես խանութների մեծ ընտրություն կա։ Խոմոդը, ֆրանսիական այս խանութը, ես բազմից եմ ձեզ ցույց տվել, տոնական է լիովին, թե զարդարել են, թե նոր տեսականի էին ստացել եւ արդեն տեսեք այս հիանցքան ժակետը, որի մոխրագույնը ես անցած տարի էի գնել եւ նորություն էր այս ցուցադրումը նոր հագուստի, որն ինձ շատ դուր եկավ։ Կենտրոնական հատվածի այս խանութները ես հավանում եմ այնքանով, որ ամեն անգամ դու մտնում ես տարբեր խանութներ։ Մեծ հիպերմարկետներից մի տեսակ խուսափում եմ, կարծես թե օդ չլինի։ Կարճ ասած, նայում ենք տեսականին եւ ձեզ ասեմ, որ ինչ ներկայացնում է Խոմոդը, նշանակում է, որ մոդա է այս տարի։ Չնայած նման սվիտերներ իրենք տարբեր մոդելների ամեն տարի ներկայացնում են։
ես ունեմ այս կապույտի մեկ այլ մոդելը, որոնք իրենց կտորով աչքի են ընկնում, իրենց փափկությամբ եւ պրակտիկությամբ տարբեր գույների այսպես ներկայացված է։ Ուրեմն այս տարի մոդա է նման վերնահագուստ կրելը։ Իհարկե Ֆրանսիայում բնականը ընդունված չէ, արհեստական են ամեն մեկը ներկայացված, թե մուշտակների տեսականին, թե հենց այդ դուբլոնկաների տեսանկանին եւ գներն էլ տեսեք թե ինչպիսին է։ Ուրեմն ես հիմնականում ձեզ ցուցադրում եմ եւ աշխատում եմ գներով ներկայացնել, որպեսզի դուք համեմատեք ձեր քաղաքի նման տեսականու գների հետ։ Նոր վերարկուներ են ստացել, որն էլ ինձ շատ էր հետաքրքրում։ Այս մոխրագույն վերարկուն ինձ դուր եկավ, չնայած կարելի է փորձել, որպեսզի վերջնական կարծիք կազմել, բայց այդպես ինչպես ասում եմ ես, սիրտս այդպես լավ չկպավ։ Աշխատում եմ լինի վերարկուն թեթև, ծանր չլինի, քանի որ արդեն սովորել ենք այդ փչովի թեթև վերարկուներին, գինը 139 եվրո է, հետևի մասն էլ այսպիսին է։ Ահա, շատ հետաքրքիր մոդել էր, չգիտեմ հագած ինչպես կլինի, հիմա ես սա չեմ փորձի, տեսնեմ մեկ ուրիշ մոդել, ինչպիսին կլինի։ Ամեն դեպքում սիրելի հետևորդներ, տեսականին նոր է, հենց երևի թե 3 են ստացել, այսօր տեղադրում էին իրենք դասավորում էին եւ արդեն այս բրդյա վերարկուն էր, իդեպ շատ ֆրանսիացիներ հենց սրա վրա են կենտրոնանում եւ շատերը սրանք էին փորձում նման խառը գույներով։ Ահա, հետնամասն էլ ուղիղ էր։ Առաջ շարժվենք, մյուս բաժին գնանք եւ տեսեք ինչքան նորից գեղեցիկ ձևավորում է։ Ուրեմն այս տարվա մոդան է նաև ուղիղ վերարկուները, որն էլ ցուցադրված էր հենց այստեղ մոդելի վրա հագցված։ Հիմա ես սա երևի թե կփորձեմ, որովհետև ինձ շատ դուր եկավ, գինն էլ 99 եվրո էր։ Կտորը լավն է, ամուր է, ներսի մասը լավ մեկդակած է, ահա, եւ կտորը սարդ է։ Տեսեք իմ հագի վերարկուն, որը շատ թեթև է։ Հիմա հագա այս վերարկուն, ճիշտ ասած ես ընտրել էի իմ համարը 42, բայց զգացի, որ շատ մեծ է, երևի թե 40-ը պիտի փորձեի եւ տեսեք թե ինչքան է մեծ։ Ահա, բայց գեղեցիկ է, ուղիղ նստում է, բայց կարծես թե ծանր լինի։ Հիմա չգիտեմ հետ են վարժվել, թե ոչ, բայց այդ վերարկուն ավելի ծանր է, քան իմ հագածը։ Ինչևէ, սիրելիներս, գույնը մոխրագույն է, մուգ մոխրագույն է եւ միագույն է։ Շատ դուրս եկավ գույնը, կփորձեմ ուրիշ խանութներում, եթե հարմարը չլինի, նորից հետ կվերադառնամ, 40 համարը կփորձեմ եւ կհամոզվեմ լավն է թե վատը։ Եվ Արման Թիերի բելգիական խանութն եմ մտնում։ Ինչու եմ նման խանութներ մտնում, արդեն ձեզ ասեցի, նախ առանձին են խանութները եւ երկրորդն էլ ինձ մոտիկ են, իմ տարածքում են գտնվում եւ ամեն անգամ ճանապարհիս մտնում, նայում եմ եւ տեսականին արդեն պարզ է լինում, թե ինչ տեսականի են ներկայացնում։ Ճիշտ է, այստեղ մի քիչ տարբերվում է, բայց նոր տարվա նախօրյակի համապատասխան իրենք հագուստներ են ներկայացնում եւ տոների հետ կապված բոլոր տիպի թե շորերը թե վերնա այդպես հագուստները փայլուն են լինում ներկայացված շալվարներ կամ բազմաթիվ բլուզներ մի խոսքով շատ գեղեցիկ է, բայց իրենց մոտ զեղչը երկրորդին էր վերաբերվում։ Այս կապույտը շատ դուրս եկավ, իհարկե ձևը այդքան էլ դուրս չեկավ, 40 եվրո էր, բայց գույնը ասեք, որ արտակարգ էր, տարբերվող կապույտ էր։ Ահա, այս էլ Արման Թիերի տեսականին, ձևավորումն էլ տոնական է եւ կարծես խանութում բոլոր հագուստները կանչում են գնիր ինձ, գնիր եւ տարբերվող են նաեւ Արման Թիերի բաճկոնները։ Ահա, այս մեկը շատ թեթև եւ շատ տաք է եւ մյուս գույնն է ներկայացված։ Եվ կարծես թե կանչում են գնիր ինձ։ Հա, Ժողովուրդ ջան, անձրևը վերջացավ, հիմա էլ արև է դուրս գալիս։ Արդեն շատ ուժեղ է, աշկերս հոգնեցին այդ լույսից։ Որևէ նորմալ բան չկար, մտա այս ընթացքում հոստ 5 եվրո էին ինձ տվել։
պատրված էր, ասեցին փոստում կփոխեն, որ խանութը որ տվել էր, տարա չվերցրեց, նա էլ ասեց 2 ամիս կտևա, որ դիմես, մինչև այդ 5 եվրոն փոխեն տան, ավելի լավ արիս կոչով կպցնեմ, խանութներում էլի կտաս։ Հիմա Կարենը զանգեց, ասեց արի գնում ենք խանութ էլի, կարճ ասած, սիրելիներս, խառը էլի վազքի մեջ պահարան պիտի գնենք, արդեն ասել եմ, Կարենի հետ գնանք, հələ տեսնենք ինչ պահարան են գտնում խոհանոցի համար, ու այսպես, այն մի փոքր պահարան էլ արդեն դա էլ եմ վաճառել, փողոց անցնեմ, գալու են այսօր ժամը 3-ին տանեն, գնանք շուտ հետ գանք, դե առայժմ կհանդիպենք։ Ֆրանսիական հայտնի կահույքի և էլեկտրական սարքերի լավ սրահ է հանդիսանում նաև Կոնֆորաման, որը մենք էլի հաճախ ենք գալիս, միշտ որևէ բան գնելուց առաջ մտնում ենք այստեղ, եթե լինում է այլևս ուրիշ խանութ չենք գնում։ Այստեղ էլի տիրում է տոնական տրամադրություն, 50 եվրո են առաջարկում, նվեր 300 եվրոյի գնումների դեպքում։ Դե, քանի որ առավոտյան շուտ ենք եկել, այդքան շատ մարդ չենք հանդիպում, որը որ շատ լավ է և կարողանում ենք հանգիստ այդպես նայել։ Էլեկտրական սարքերի բաժինն էլ կգնանք, քանի որ մեր սուրճի ապարատը սկսել է վատ աշխատել, կտեսնենք ինչ զեղչեր կան։ Ահա, այս բազմոցը զեղչված էր և շատ փափուկ էր։ Առաջ շարժվենք, հիմա ձեզ ցույց կտամ, թե ինչերն են իրենք զեղչ արել և ինչ գներ են դրել, որից հետո էլ արդեն կմտնենք կահույքի բաժինը և կփորձենք ընտրել։ Իսկ դուք գիտեք, թե ինչու է կոչվում սև ուրբաթ։ Ուրեմն առաջացել է այդ բառակապակցությունը Ամերիկայում, երբ իրենց տոնից հետո անմիջապես մարդիկ դուրս են եկել փողոցներ, խանութներ, եղել են խցանումներ, այդ մարդաշատ միջավայրում շատ խախտումներ են եղել և ոստիկանները դրան անվանել են Black Friday և այդ արտահայտությունը այսօր օգտագործում են նաև որպես առևտուր անողների մեջ նույնպես, որովհետև տարվա մյուս օրերը, ինչպես ասում են, կարմիր օրեր են լինում, որոնք հարկեր են մուծում, իսկ այս օրը առանց հարկերի են, սևով են աշխատել և այդպես էլ անունը մնացել է նաև այդ սև ուրբաթը, որն էլ որ նշանակում է, որ մարդիկ այդ օրը շատ առևտուր են անում և հարմար օր է։ Էնպես որ սև ուրբաթ բառը Black Friday-ին եկել է Ամերիկայից և նման տարբերակներ են քննարկվում, որ հենց այդպես էլ անվանում են։ Իսկ մենք էլ արդեն ականատեսն ենք լինում արդեն տարբեր երկրներում, որ նորից մասնակցում են այդ առևտրի օրին, սև ուրբաթին և իրենք էլ են զեղչեր հայտարարում։ Հիմա ասում են, որ Ամերիկայում ավելի շատ են զեղչերը այդ օրերին, քան Եվրոպայում և միգուցե մյուս երկրներում, ինչևէ, բոլորը սպասում են այսօրվան, դե ինչ սև ուրբաթն էլ այսօր էր, մենք էլ տեսանք, թե ինչ զեղչեր են կոնկրետ լինում ֆրանսիական խանութներում, գրեթե այդքան մեծ զեղչեր չկան իմ կարծիքով, կամ էլ առևտրական հոգեբանության այսպես խաբուսիկ պատրանք են ստեղծում, կնիշ սա այս մյուսը 50%, կամ էժանացնում են այն ամեն ինչը երևի չի էլ վաճառում, ինչևէ, կարծում եմ կգրեք մեկնաբանություններում ձեր իմացած տեղեկությունը կամ ձեր կարծիքները։
Դե արդեն դուրս գան կոնֆորամայից, քանի որ մեր ուզած չափի պահարանը մենք չգտանք։ Գնացինք IKEA-ում տոնածառների մեծ վաճառք է կատարվում, տեսեք ինչքան շատ եղևնի են բերել եւ մարդիկ այստեղ շտապում են։ Հիմա ասեմ ինչու են այստեղ շատ վաճառք անում, որովհետեւ նախ այդ եղևնին օգտագործելուց հետո այստեղ ետ են բերում, այդ հնարավորությունը կա եւ պլյուս այսօր զեղչ է հայտարարված, ովքեր ունեն IKEA-ի քարտ, 25 եվրո զեղչված է գինը։ Եկանք IKEA, այստեղ ավելի հարմար բաներ երևի կլինեն, այնտեղից բան չգնեցինք եւ տեսեք, որ տոնածառները, եղևնիները ինչպես են տանում։ Զեղչերը, ովքեր քարտ ունեն, 25 եվրո էժանացնում են։ Եվ պլյուսը նա է, որ հետ են բերում այստեղ այդ եղևնին դրամար այսպես շատ հերթ է։ Այստեղ էլ տոնական տրամադրությունը, ինչպես ամեն օր, եւ տեսեք ինչքան գեղեցիկ են դասավորել, ձևավորել խանութի սկզբնամասը։ Եվ եթե դուք IKEA-ի սիրահարներ եք, մշտապես կզգաք իրենց դիզայնը, որ տարբերվող է անպայման։ Ամեն ձևավորված սենյակի, խոհանոցի, ինչու չէ հյուրասրահի մասերում իրենք դնում են այն ամենը գրեթե ինչը որ վաճառվում է խանութում։ Այսինքն դու նայում ես այս սենյակը եւ կարող ես գտնել այն ամենը, ինչը որ նույնիսկ մտքովդ չէր էլ անցնի։ Ահա հավանեցինք այն վերևի պահարանը, բայց քանի որ շատ վերևում էր, նկարեցի, որ ներքևում ցույց տամ, չափը դա էր համապատասխանում եւ դուր եկավ նաեւ նմանատիպ պահանը, բայց քանի որ այս լայնությունը շատ մեծ է, հարմար չէր։ Շորջան, բարի երեկո, էլի ես եմ ձեզ հետ միացել խոսելու, որովհետեւ տանը չհասցրեցի, ժամանակ չեղավ եւ եթե արդեն մշտապես հետեւում եք, գիտեք, որ այն պահարանը, որ հին էր, դրանք դրել էի վաճառքի։ Այսօր էլ եկան երկրորդը տանելու, դրա համար խանութներից որ եկանք տուն, անմիջապես եկավ այդ երիտասարդը եւ տարավ։ Մի խոսքով դրանով էի զբաղված, մինչեւ էլ տուն գնացինք, բավականին երկար տևեց։ Ինչ գնումներ արեցի այսօրվա համար, հիմա դուք կտեսնեք։ Սիրելի հետևորդներ, տեսեք, Գազետոնյայից ես ձմռան համար մշտապես նման երկար գուլպաներ եմ գնում, կաշիմիրից է, մի փոքր երևի ձգվող էլաստիկ թելել կա մեջը, որը ես շատ եմ հավանում, եւ սև գույներս մի քիչ մաշված էին։ Սա գնեցի 20% զեղչ էր, իր գինը 5 եվրո էր։ Այո, 5 եվրո էր։ 4 եվրոյով գնեցի։ Հետո կսպասեմ զեղչերին, որ երկու հատ գնում ենք, մեկը մատչելի է լինում կամ ավելի էժան, այդ ժամանակ կգնեմ։ Ուրեմն IKEA-ից գնեցի նման բարձի երեսներ, որի մեջ երկու հատ կա։ Գույնը շատ հարմար է, նման գույնի ես սավաններ ունեմ եւ շատ հարմար է։ Ահա, այս էլ այդ բարձի երեսները եւ այս լավ երկու կողմանի հաս սրբիչը գնեցի, որի արժեքը 10 եվրո էր։ Ճիշտ ասած 4.99-ի տակ էր դրած, զարմացա։ Հետո էլի կգնեմ, կավելացնեմ նույն տիպի։ Ինչու գնեցի հենց այստեղից, որովհետև իրենք այսպես կանթեր են անում ու հարմար է սա կախելու համար։ Ահա, սրանց մեկ հատն էլ տվեցի էլի 4.99, այսինքն մեջը երկու հատ է, դուրս է գալիս, որ շատ մատչելի է։ Կար էլի շատ հաստ, 10 եվրանոց, բայց շատ հաստը պետք չէ։ Ահա, այսօրվա գնումներս էլ այսքանն էր։ Հիմա էլ տանից դուրս եմ եկել, էլի խանութներ նայելու, այսպես մենակ հանգիստ լավ է, պտտվում եմ եւ Կարենը չի շտապեցնում ինձ։ Դրա համար հարմար է մենակ գնալ խանութներ։ Մի քանի խանութներում արդեն եղա դուք տեսակ տեսանյութում, որևէ բան չգնեցի, Պրոմոդի այդ վերարկուն շատ հավանեցի, բայց շատ ծանր էր, դրա համար չգնեցի։ Ուզում եմ այդպես մի թեթև վերարկու։
որովհետև հիմա կոնկրետ այս պահին շատ շոկ է, դե շոկ չեմ ասում, ամառվա շոկ է, բայց շատ տաք է, պլյուս 11 է եւ արդեն այս բարակ ուրեմն բաճկոնն եմ հագել, դրա համար ուզում եմ բարակ ինչ-որ մի բան ունենամ, մի քիչ երկարափեր, որ համ գեղեցիկ լինի, համ էլ արդեն նման եղանակին կարելի լինի հագնել։ Քաղաքը լիքը մարդ կա, տոնական տրամադրություն է, շատ մարդիկ են, որոնք արդեն խցանում են, թե փողոցները, թե մայթերը, ու մի տեսակ ոնց որ չուզենաս շատ քայլես քաղաքի մեջ։ Հիմա երեկո է, բայց էլի մարդ կան, ուր որ է խանութները կփակվեն, այստեղ ժամը 7-ին են խանութները փակվում, իհարկե դեռ մի ժամ կա, ժամ ու կես, բայց մարդիկ շատ են, բոլորը խանութներում, հատկապես հին քաղաքի խանութներում են, հարուստները են թանկ խանութներում, որ տեսնում ես, չնայած արտաքինից չես հասկանում, որ հարուստ են իրենք, այդպես խելոք հանգիսուսիկ, բայց որ խանութից են գնումներ անում, արդեն հուշում է, էլի։ Մի խոսքով սիրելիներս, այսպես հələ գնամ, տեսնեմ, որ խանութ եմ մտնում, ինչ-որ բան, եթե կգնեմ կամ հարմար կլինի, էլի կնկարեմ, ձեզ ցույց կտամ, եթե չէ, ինձ թվում է կավարտեմ այսօրվա տեսանյութը։ Լավ մնացեք ինձ հետ, կհանդիպենք։ Հա, իդեպ մրցանակաբաշխությունը լինելու է դեկտեմբերի 2-ին, հարցրել եք, թեպետ ասել է նախկին բլոգում եւ կարող եք դեռ քվեարկել մինչև դեկտեմբերի 1-ը, կարող եք փոխանցել ձեր ընտանիքի անդամներին, իրենք էլ քվեարկեն, եթե կցանկանաք ինձ։ Այսքան բան սիրելիներս, այլ նորություններ չկա, հիշում արդյունքներն էլ, որ արդեն մրցանակաբաշխության օրը պարզ կլինի, դրանք էլ ձեզ կհաղորդեմ։ Ամեն դեպքում շնորհակալ եմ այն մարդկանց, ովքեր առանց տրտնջալու, առանց զլանալու ընտրեցին իմ ալիքը։ Շնորհակալ եմ բոլորիդ հենց նման ջերմ վերաբերմունքի համար։ Առայժմ կհանդիպենք։ Մտա Պիմկի խանութը եւ տեսեք, թե ինչ է դրված։ Նորից ուղիղ վերարկուներ։ Ասեցի չէ, որ այս տարվա մոդան ուղիղ վերարկուներն են։ Այստեղ արդեն տարբեր զեղչեր են, տարբեր տեսականիների վրա, 30-ից մինչև 50%։ Վատը չէր այս վերարկուն, ճիշտն ասած իրենց մուգ գույն այն մյուսը ես փորձեցի, լավ չնստեց, մի տեսակ կարերը դուրս չեկան։ Եվ նորից տեսեք մուշտակի կարճ այդպես բաճկոններն են, փափուկ էր շատ ավելի։ Մի քանի խանութներ մտնելուց հետո շարունակեցի դեպի գնալ հրապարակ։ Հրապարակի այս հատվածում վաճառում են խորոված շագանակ։ Եթե շագանակ են վաճառում, նշանակում է ձմեռը եկել է։ Եվ ես անմասն չմնացի այդ գնումներից, այս տուփը 5 եվրո են վաճառում եւ տեսեք թե ինչպես են իրենք պատրաստում, որն էլ իդեպ շատ համեղ է։ Ինչ ձմեռ առանց շագանակի։ Եվ երեկոյան տոնական լիլը տեսեք ինչքան գույնզգույն է, պայծառ, լույսերի մեջ շողշողում է քաղաքը եւ շատ գեղեցիկ է նման գույներով։ Տեսեք ինչքան մեծ բազմություն կա, թե լիլի տարածաշրջանից են մարդիկ այստեղ գալիս տոնելու, թե մոտիկ երկրներից։ Կարճ ասած, տոնական օրերը սկսված են։ Սիրելի հետևորդներ, ուզում եմ այսքանով էլ ավարտել այսօրվա տեսանյութը, այս գեղեցիկ հրաշք լուսավոր միջավայրի ջերմ բարևներս եմ ուղղում բոլորիդ, գրկում եմ, ցտեսություն։